Ծանոթացեք, Նարեկ Մանուկյանն է, մասնագիտությամբ ծրագրավորող, Երևան է վերադարձել Լոս Անջելեսից։ Աչքն էլ չթարթեց, արդեն կես տարի է Հայաստանում է, ու մինչև այսօր այստեղ ապրում է և աշխատում։ Նարեկն այստեղ հիմնել է Mobi ստարտափը, որն արհեստական բանականության միջոցով հեշտացնում է մարդկանց կյանքը հյուրատներ վարձակալելու գործում։ Իսկ ինչու հենց Հայաստանում։ 2024-ի աշնանն էր, երբ Mobi ստարտափը ներկայացվեց Ներուժ Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրին և աճի փուլում երկրորդ տեղը գրավեց։ Այսպիսով Նարեկը ստացավ 20 միլիոն դրամ դրամաշնորհ, որի միջոցով հնարավորություն ստացավ զարգացնելու իր ստարտափը։ Այ քեզ հաջողություն, չէ՞։ Հայաստանում հաստատվելուց հետո Նարեկին բազմաթիվ հարցեր են սկսել հետաքրքրել։ Օրինակ, թե այստեղ բարձր տեխնոլոգիական ոլորտում ինչ օրենքներ են գործում և ինչ արտոնություններ կան։ Հայաստանում գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, որով սահմանվում են հատուկ հարկային արտոնություններ և միջոցառումներ, նպաստելու ոլորտի զարգացմանը և մրցունակության բարձրացմանը։ Ներուժ ծրագրի մասին Նարեկը շատ պատահական է իմացել և հետո մտածել ուժերը փորձելու ժամանակն է։ Ներուժի մասին իմացանք ծանոթների միջոցով, մտանք կայքում, իրականում շատ պարզ գրված էին բոլոր պահանջները, մենք հասկացանք, որ այդ պահանջներին համապատասխանում ենք ամբողջովին, մենք դիմեցինք ու շուտ արագ պատասխան ստացանք, հրավեր ստացանք գալ Հայաստան։ Ինչը վերջ չէի հավատում, երբ որ բեմից ասացին մեր անունը, մեկը չէի հավատում, որ հաղթողներից մեկն ենք, բայց շատ հաճելի զգացողություն է նշանակը։ Մինչև Ներուժը այդ առաջի էտապում մեր մենակ մեր ուժերով ենք այդ ամեն ինչը սարքել, որ առանց ոչ մի ֆինանսավորման։ Երբ որ եկանք Հայաստան, այդ դրամաշնորհը ստացանք, դա մեզ մեծ օգնություն եղավ, որպեսզի մենք կարողացանք ավելի ֆոկուսավորվենք այս պրոյեկտի վրա։ Անընդհատ զարգացող թվային աշխարհում Mobi հարթակն առանձնանում է իր նորարարական մոտեցմամբ, վարձակալական բիզնեսում ներդնելով արհեստական բանականության գործիքներ։ Այստեղ մեկ հարթակում միավորվում են վարձատուները և վարձակալները, իսկ նրանց օգնականը արհեստական բանականությունն է։ Այն ոչ միայն օգնում է կողմերին գտնել միմյանց, այլև պատասխաններ է տալիս նրանց հուզող հարցերին, հեշտացնում է շփումն ու ապահովում ավելի արագ ու հարմար լուծումներ։ Երբ որ մենք սկսել ենք այս ստարտափը, ամենասկզբից էլ մեզ օգնողները, ծրագրավորողները, թիմի մի մասը ստեղ էր Հայաստանում էր։ Ես միանշանակ խորհուրդ կտամ Ներուժին մասնակցել, ունեցած ստացվելու որոշակի մի քանի ընկերներ ունեմ ես իմ սեփական ընկերներից, որոնք չեն իմացել Ներուժի մասին, ես խորհուրդ եմ տվել ու ամեն անգամ իրենց հիշեցնում են, որ դիմեն Ներուժին, որտեվ իսկապես իմ նույնիսկ եթե հաղթած չլինեի, ես զգացել եմ, որ մեծ բան ա տվել ինձ։ Դու աշխատում ես միջազգային մենթորների հետ, մարդկանց հետ, ովքեր լավ հասկանում են ստարտափական միջավայրը, դու իրանց սկսում ես պատմել քո պրոդուկտի մասին, նրանք արդեն կես բառից արդեն հասկանում են դա ինչ է ու քեզ շատ կարևոր ու թանկարժեք ֆիդբեք են տալիս։ Ներուժը օգնում է քեզ ավելի ճիշտ հասկանալ քո պրոդուկտը, կերտել քո իդեան։ Բարև ձեզ ընկերներ, ոնց եք։ Նարեկի հաջողության պատմությունն այսքանով չի ավարտվում։ Առաջիկայում սպասեք Mobi ստարտափի պաշտոնական թողարկմանը։ Գևորգ Բաբայանն է, Ռուսաստանից։ Տարիներ շարունակ զբոսաշրջության ոլորտում աշխատեց ու աշխատեց։ Նրա կյանքը տարբեր վայրերում է անցել։ Տարիների փորձը և երկրից երկիր ճանապարհորդելը Գևորգին մի բան սովորեցրին. պետք է ճկուն և նորարար լինել զբոսաշրջության ոլորտում։
Այս մտքով էլ նա հիմնեց Like Local Startup-ը։ Like Local Startup-ի ակտիվ զարգացումը սկսվեց ներուժով։ Շարունակվեց գաղափարից բիզնես պետական ծրագրով։ Ի վերջո, Հայաստանում Like Local-ի ապագան ավելի հաստատուն դարձավ։ 10 միլիոն դրամաշնորհի արժանանալուց հետո Գևորգի հնարավորությունները մեծացան իր նորարար գաղափարը ճանաչելի դարձնելու համար։ Ոչ մի ստարտափում այդպես չի լինում, որ ինչ-որ մի բանի մասնակցեցիր, հաջորդ օրը մանես, հա, թրակ տիեզերք այդպես չի լինում։ Ներուժը հոկտեմբերի վերջիներ, եթե չեմ սխալվում, գաղափարից դեպի բիզնեսը նոյեմբերին էր, եթե չեմ սխալվում։ Այո, էլի ասում եմ, ստարտափի հիմնադիրը չի կարող բան լինել, հանգստի մեջ լինել, անընդհատ պետք է փորձի ու այդ փորձերից մեկն էլ նաև այդ հնարավորություններ դիմեցինք, էլի ընտրվեցինք։ Հանրային հեռուստաընկերությունում կար pitching այդ երևույթը, որը ես իրականացրեցի եւ շատ ուրախ եմ, որ մեր ստարտափը ընտրվեց 10 միլիոն դրամ գրանտ ստանալու ցուցակում, որը շատ կարևոր էր ու 23 թվականին այդ միջոցներով ես կարողացա ճանապարհորդել Վիետնամ, Թայլանդ, Կամբոջա ու զարգացնել Like Local-ը այնտեղ։ Այս պահին արդեն մենք մի քանի հազար սպասարկել ենք մարդկանց, բայց ունենք մոտ 200-ից ավել, մոտ 300 հյուրընկալներ տարբեր երկրներում, ովքեր պատրաստ են հյուրերի առջև բացել իրենց դռները։ Ես կարող եմ այդպես ասել, որ վերջին տարիներում պետական մոտեցումները կամ օգնության այս ծրագրերը այն դեպքում մեր նման ստարտափների համար շատ օգտակար են եղել։ Այս հնարավորությունները բավական մեծ լիցք են տալիս, դռներ են բացում սկսնակ ստարտափների համար։ Փորձել եմ ստեղծել հարթակ, որը հնարավորություն կտա հյուրերին, զբոսաշրջիկներին կապ հաստատել տեղացիների հետ, սպասարկման ոլորտից դուրս աշխատող տեղացիների հետ եւ կարողանալ թափանցել այդ մարդկանց կյանքը։ Հաջողությունները դեռ առջևում են։ Like Local-ը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը Հարավային Աֆրիկայից մինչև Արգենտինա։ Հարթակում ամեն ինչ պարզ է։ Ընտրում եք երկիրը, գտնում ձեր կենսակերպին ու հետաքրքրություններին համապատասխան հյուրընկալներ եւ անմիջապես կապվում նրանց հետ։ Հայաստանը եւս բացառություն չէ։ Այստեղ Գևորգը շարունակում է ամրապնդել գործընկերային կապերը, խթանելով փոխադարձ ճանաչումն ու մշակութային երկխոսությունը։ Քանի որ Like Local-ը նաև լավ գործիք է, այդ արտասահմանցիները, երբ որ ապրում են, էմիգրանտների համար բացահայտելու տեղական մշակույթը, տուրիստական գործիքներ, տուրիստական պրոդուկտները հնարավորություն չեն տալիս ձեզ ինտեգրվելու համայնքում։ Ուրեմն, տուրգիդ վարձեցիք կամ հյուրանոցում մնացիք, տեղացիների հետ կապ չեք ունենում։ Like Local-ի միջոցով դուք մտնում եք տեղացու տուն, տեղացու կյանք, ծանոթանում եք, ընկերանում եք։ 22 թվականին, երբ որ եկա, փորձում էի հյուրընկալներ գտնել այստեղ, Հայաստանում ու Երևանում, ընդհանրապես, ու ծանոթների միջոցով, մի ընկերոջ միջոցով տեղեկացա այս ընտանիքի մասին, որ այսպես ընտանիք կա, շատ այդպես բաց են, հյուրընկալ են, պատրաստ են մարդկանց ընդունել, զանգեցի, խոսեցինք, այցելեցի իրենց, պարզվեց, որ Կոնդում այն ամենահայտնի տներից մեկի բնակիչներն են ու պատրաստ են հյուրեր ընդունել։ Եվ այսպես Կոնդը Like Local Startup-ի հայտնի ուղղություններից մեկը դարձավ։ Այս տանիքի տակ շատերն են հյուրընկալվել աշխարհի տարբեր ծայրերից, այստեղ հաց կիսել եւ իրենց աչքով տեսել հայկական հյուրընկալությունը։ Շատերը հենց այսպես տեղացիների հետ շփվելով էլ սիրահարվել են Հայաստանին։ Սա էլ Գևորգի եւ իր ստարտափի հաջողություններից մեկն է։ Հայաստանն այս տարի եւս սպասում է այսպիսի նորարար գաղափարների։ Իսկ դուք աշխարհի որ ծայրում էլ լինեք, պատրաստվեք, ներուժը վերադառնում է։